Հայր ջան, բարև ձեզ, բարի լույս։ Ուրեմն մինչև մենք ստե ամբողջ գիշեր անցկացնում ենք կոչերով, որ մարդ գա, վիդեո են ուղարկում Վարդան Հակոբյանի բանն է, վերլուծությունը, անդրադարձը։ Ես կարճ կապեմ ու միանգամից դիմում եմ Վարդան Հակոբյանին։ Ես ցավում եմ Վարդան, որ ամեն ինչ ձեր կողմից մեկնաբանվում է բացառապես նենց, ոնց ձեզ պետք է։ Բացատրեմ ինչի համար։ Խոսքերս լսելուց, երբ որ ես ասում եմ մթության մեջ միակ լույսը ձեզանից յուրաքանչյուրն է, մենք ենք։ Դա վերագրել նրա, որ ասում եմ միակը մենք ենք, առնվազն շատ կարճ վերլուծության արդյունքը։ Եթե ուզում եք այտենց, ապա ես տենց էլ եմ ասում։ Ձեր ասածով էլ միակը մենք ենք։ Եթե հարցեր ունեք, մենք օպերայում ենք, դժվար չի, կարա գաք ստեղ ու ուղիղ, ուզում եք ուղիղ եթերը միացրած, ուզում եք, չգիտեմ, դե դիտումներ էլ կունենաք, ոնց ուզում ալնի, հետաքրքիր կլինի ձեր հետևորդներին։ Եկեք հարցրեք, ոնց եք միակը դուք, ես ձեզ կպատասխանեմ։ Բայց արտահայտածս միտքը հետևյալն է, որ ես խավարի մեջ լույսը ձեզանից յուրաքանչյուրն է։ Մենք ենք, այսինքն ձեզանից մեկն էլ ես եմ, որը տանում է անկուսակցական պայքար։ Ու երբ որ ասում եմ մեր պայքարը իշխանության համար չի, այսինքն, հիմա տեսեք, ես ինչքան գիտեմ տարիքով էլ եք ինձանից մեծ, բայց ես ստիպված եմ հիմա ձեզ բացատրեմ, որ եթե ես ասում եմ մեր նպատակը իշխանությունը չի, այլ այդ իշխանությունը միջոց է, դա նշանակում է, որ մենք ձգտում ենք իշխանության, հասկանում եք, բայց դա չի մեր գլխավոր նպատակը, մեզ դա պետք է որպես միջոց։ Ու նորից շատ կարճ ձեր վերլուծությունից հետո դուք կրկնում եք նույն բանը ձեր կողմից, այսինքն այն ինչ ես ասել եմ, դուք ուզում եք ցույց տաք, որ դա ասում եք դուք, այսինքն առանց իշխանության ոչինչ անել չի լինի, եւ այլն եւ այլն։ Տարիներով եմ ասում։ Ու հասկանալով, գիտակցելով, դա իմանալով, որ առանց իշխանության ոչինչ անել չի լինի, այո, մենք ձգտում ենք իշխանության։ Բայց դա մեր նպատակը չի, այլ դա միջոց է, որպեսզի մեր նպատակները իրականացվեն։ Հուսամ հիմա կհասկանաք։ Ու առհասարակ, թե ձեզ, թե ցանկացածին, ով ունի աուդիտորիա, լինել մաքսիմալ պատասխանատու։ Ես նորից եմ ասում, ես բաց եմ ու պատրաստ ցանկացած զրույցի։ Մենք Ազատության հրապարակում ենք։ Ազատության հրապարակի տեղը շատ լավ գիտեք։ Համեցեք ստեղ այն հարցերը, որոնք ձեզ հուզում են, կամ այն պահերը, որոնց վրա ժամանակ չեք գտնում վերլուծելու, ես շատ երկար վերլուծել եմ, հետո եմ բարձրաձայնում։ Կարաք նեղություն չքաշեք ավելի երկար վերլուծության վրա ժամանակ ծախսելով, այլ գաք ստեղ, հեշտ չէ ձեր հետևորդների համար, ու նորից եմ ասում, վատ առիթ չի նոր վիդեո նկարելու, մնացածը հասկանում եք, լավ առիթ է։ Համ էլ լավ առիթ է, որպեսզի հերթական անգամ ստիպված չլնեմ կոչ անելու բոլորին, ովքեր ունեն աուդիտորիա, արտահայտվելուց առաջ մի փուճուր որպես հիմք ընդունեն պատասխանատվություն հասկացողությունը։ Անդրադառնում եք ջոկատի տղեկի հագուստին, ասում եք ով կարա առնի, էսի հագնի։ Դուք էլ կարաք հենց հիմա գնաք, էդի հագնեք։ Ուղղակի այլ հարց է։ Էդի հագնելու եք հագնելու համար, թե համ էլ կարաք օգուտ տաք հայրենիքին։ Մենք համ հագնում ենք, համ տարիներով օգուտ ենք տվել հայրենիքին։ Սա հստակ իմացեք, թե չգիտեք, բայց ուղղակի խոսում եք։
ապա նորից ելնելով պատասխանատվությունից ուսումնասիրեք ինչից եք խոսում, ինչ համազգեստ է, որտեղ այդ համազգեստը եղել այն պահերին, երբ դուք նույն ձեր վիդեոներն էիք նկարում։ Ես սա խորհուրդ եմ տալի ամենաբարի տրամադրվածությամբ, ամենից առաջ պատասխանատվություն ու ամենավերջում, եթե տենց վերլուծաբանեք, եթե տենց ամեն ինչին անդրադառնում եք, ունեք տեսանկյուններ, որոնք արժանի են հանրային դատին հանձնելու կամ ուղղորդելու կամ լիքը մարդ լսում է ձեր կարծիքը, հիմա ձեզ ու ձեզ լսողներին ձերեն արտահայտության հետ կապված, որ ասում եք ես լսեցի, որ Արայանը ասում է մենք օրենք չենք խախտելու, սահմանադրության կարգ չենք տապալելու, դե ուրեմն գնանք ինչ անենք, այսինքն ձեր վերլուծությունը այնքան թույլ է, որ դուք մտածում եք, որ ես պետք է կանգնեմ Ազատության հրապարակում ու ասեմ ժողովուրդ ջան, եկեք թքած սաղ օրենքների վրա, թքած սահմանադրության վրա մենք լրիվ խախտելու ենք, թե տունը դեշեկա պեկա ունեք, էդ էլ բերեք, հեսա ու ինչ տենանք, ում տենանք մաղում ենք, էդ է ձեր վերլուծությունը։ Այսինքն, եթե ես Ազատության հրապարակից կոչ չանեմ կամ կոչիս մեջ չներառեմ, որ մենք օրենք չենք խախտելու, բա ինչ ասեմ, Վարդան Հակոբյան, ինչ ասեմ։ Մա ձեր վերլուծությունով մա անդրադարձեք դրան, էլի, որպես պատասխանատու մարդ, որը կարա իր խոսքին տեր լինի ու բացատրի։ Դուք կարճեցիք այդ բառիցս ու մարդկանց ասում եք, բա գնանք ինչ անենք։ Բա եթե օրենքը խախտելու ձևերը գիտեք, Վարդան Հակոբյան, բա խի չեք ձեր համախոհներին հավաքում, նախապես հայտարարում, որ հեսա բոլոր օրենքները խախտում եք ու միասին գնանք մի բան անելու, ես էլ գամ ձեր փոխարեն վիդեո անեմ, բա խի չեք անում։ Ձեր վերլուծականը այդքան է, ձեր ծանոթությունը կյանքի հետ այդքան է, որ ցիտում եք այն խոսքս, որ ասում եմ, այո, սահմանադրական կարգ չենք տապալելու, բայց դուք եկեք, արդյունք կունենաք։ Ես ցավում եմ, որ ձեզ ամեն ինչ պետք է ուղիղ ասվի։ Ես ցավում եմ, որ ձեզ պետք է բացատրվի, որ հանրային կերպով, եթե ուզում ես հետո արդյունք ունենաս, կան խոսքեր, որոնք պետք է ճիշտ օգտագործես։ Քաղաքականությունից ու այս բոլոր շարժումներից ընտիր ու շատ լավ հասկացող մարդ Վարդան Հակոբյան։ Ես չեմ ցանկանա նորից այս ֆորմատով ձեզանից բացի մեկ ուրիշին էլ անդրադառնամ ու նորից ստիպված լինեմ բացատրել ամենապրիմիտիվը, որ երբ որ ասում եմ այսօր այս մթության մեջ միակ լույսը ձեզանից յուրաքանչյուրն է, դա չի նշանակում, որ ասում եմ մենք միակն ենք, ու այո, ես էլ ձեզանից այդ յուրաքանչյուրից մեկն եմ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր սթափ կարողանում են գնահատել այսօրվա իրականությունը, այդ մարդիկ լույս են, ովքեր զարգացած են, ում կարիք չկա բացատրել ամենապրիմիտիվը, այո, այդ մարդիկ լույս են։ Եթե դուք վերագրում եք քաղաքական առումով կամ որպես ուժ առումով կամ չգիտեմ ինչ առումով, որ իբր տեսեք ինք ասեց միակը մենք ենք, տո տենց էլ եմ ասում, միակը մենք ենք։ Ազատության հրապարակն էլ նորից եմ կրկնում, տեղը գիտեք։ Եկեք հարցրեք այս իմ ուղիղ եթերը, այս էլ իմ հետևորդները։ Մեզ հետաքրքիր է, այդ ոնց եք միակը դուք, եթե կա այս։ Ու ես դες պատասխանեմ ոնց ենք միակը մենք։ Էդ էլ կարամ ասեմ, նորից շեշտելով, որ ի սկզբանե ասածս դա չէր։ Ուզում եք տենց հասկանաք, համարեք տենց էլ կա։
Էդ էլ նկատի ունեմ իմացեք։ Ու առասարակ երբ որ ձեզ ներկայացնում եք հանրությանը որպես վերլուծաբան, եղեք իրոք վերլուծաբան, վերլուծեք։ Դա լավ բան է։ Հակառակ դեպքում ուղակի ոչ թե ասեք, որ դուք վերլուծաբան եք, այլ ուղակի ասեք ձեր սեփական անձնական կարծիքով մեկնաբանեք կամ անդրադարձող այսինչ այնինչ իրադարձություններին ու կապ չունի ճիշտ սխալ, լիարժեք հասկանալով թե չէ։ Ես հիմա ստեղ եմ, ուստեղ լիքը մարդ կա, այն մարդիկ, ովքեր այն ինչ դուք վերլուծում էիք, մեկնաբանում էիք, ստեղ կենթանի մարդիկ կանգնած լսել են, մինչև հիմա մեր հետ են։ Ինչ քանակություն ունեինք, այսօր սպասում ենք ավելի շատը։ Իզուր ջանքեր մի գործադրեք։ Ձեր մոտ բան չի ստացվելու, ուղղակի դուք եք մնալու, որպես մարդիկ, ովքեր փորձում էին լավը չտեսնելով, ես իմ ինչերից կախվելով ինչ-որ ինչ քարոզանել հանուն չգիտես ում։ Ըստ ձեզ ընդհանրապես, սենց նու ընդհանրապես մի հատ լավ բան չկար, որից կարայիք խոսայիք, ասեիք այ էս ողջունում եմ, այ էս լավ է։ Հիմա դուք տենում եք, որ դուք ամեն ինչ վերլուծում եք նենց, ոնց ձեզ է պետք։ Ու ես մեղավոր չեմ, որ ձեր ու նրանց մոտ ում սատարում եք դուք չի ստացվել ինչ-ինչ բաներ, իսկ մեր մոտ հնարավոր է ստացվի, հնարավոր է չէ, ես չգիտեմ։ Բայց ձեր մտավախությունը, որ կարող է ձեր չստացվածը մեր մոտ ստացվի ու դրա համար դնել ու տեսնել մենակ ոչ թե վատը, այլ իրականությունը, որը հնչում է մեր կողմից, ու դա մեկնաբանել որպես տեսեք ինչ ասում է օրենք չենք խախտելու։ Բա լավ ասենք մեծ մարդ ես, Վարդան Հակոբյան։ Ինչ ես ուզում միկրոֆոնը վեկալեմ բանից, օպերայից ասեմ, հեսա մտնում ենք, ինչ ես, ինչ է ասած այդ։ Եթե վերլուծաբան եք, վերլուծեք, եղեք վերլուծաբան։ Բան կա ճշտելու, նորից եմ ասում, Ազատության հրապարակում ենք։ Եկեք ուզում եք ուղիղ եթերով, ուզում եք թուղթ ու գրիչով, ուզում եք ոնց ուզում եք։ Եկեք ճշտեք, նոր անդրադարձեք։ Ու իմիջիայլոց ինձ ուղարկեցին նաև դոկ կուսակցության հայտարարությունը, որ մարդիկ կոչ են անում մեզ միանալու ու դիմում են լրատվականներին, այն լրատվականներին, որոնք իբր անաչառ են ու այո, շատ ճիշտ դիտողություն է, բա որ անաչառ եք, բա ինչի չեք լուսաբանում։ Դոկ կուսակցություն, ով որ հրապարակել է դա, որովհետև վախենում են, դրա համար չեն լուսաբանում։ Հայր ջան, մենք բոլորին ենք հիշելու։ Պատասխանատուներին, անպատասխանատուներին, աջակցողներին, խանգարողներին, բոլորին։ Խելամտություն բոլորիս, ադեկվատություն ու պատասխանատվություն բոլորիս։ Մենք Ազատության հրապարակում ենք ու սպասում ենք ձեզանից յուրաքանչյուրին։ Այ երբ որ կհավաքվի անհրաժեշտ քանակությունը, այդ ժամանակ կխոսանք։ Տենանք ով ինչ է ասում, ով ինչ է անում, ու արդյունք կա թե չէ։ Թերևս այսքանը։ Ու վերջում Վարդան Հակոբյան։ Օպերայի շենք, Ազատության հրապարակ, համեցեք կզրուցենք, եթե չէ, ուրեմն ձեր համար կարևորը ձեր դիտումներն են, բլոգերն են և այլն, շարունակեք վարել, շարունակեք անել արտահայտություններ, հետո այսքանը լսել, հետո ասել չէ, ես պատասխանատու եմ, այսինքն ոնց կարավ, բան սենց, ինչ-որ արեք ինչ ուզում եք, ես Ազատության հրապարակում եմ, ես իրական եմ, ես իրական Հայաստանում, իրական Ազատության հրապարակում, որպես իրական մարդ պատրաստ ու բաց հարց ու պատասխանի ու շփումների ու նաև պատրաստ ընդունելու առողջ քննադատություն, սպասում եմ յուրաքանչյուր պատասխանատու մարդու, կլինի բլոգեր, մշակույթի գործիչ, թե ով ուզում է լինի։ Եղեք դուք էլ իրական, եկեք նա տենամ ինչ եք ասում, դուք էլ տեսեք ինչ եմ ասում ես։ Այսքանը լավ մնաք բոլորին օրվա բարի ջան։